Հրաշքադարանն արկածային ստեղծագործություն է, որը պատանի ընթերցողին տանում է երևակայական աշխարհներ, միաժամանակ փոխանցելով գիտելիքի հաղթանակի գաղափարը։ Գիրքն առաջին անգամ ներկայացվեց Տավուշի մարզում։ Հեղինակ Նելլի Նովեմը հանդիպեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներին քննարկելու ստեղծագործությունն ու պատասխանելու նրանց հարցերին։ Գիրքը ունի դաստիարակչական ուղերձ, նաև բացի այն, որ այն շատ արկածային, արագ զարգացող պատմություն է, բայց նաև ունի ուղերձ այն մասին, որ թե ինչքան կարևոր է ընթերցանությունը եւ ընթերցանության միջոցով ինչպես ենք մենք կարողանում հիշել ու պահպանել մեր ազգային արժեքները, պատմությունները, իմանալ, ծանոթանալ հերոսներին, որովհետեւ գրքում բացի իմ կողմից ստեղծված հերոսներից կան նաև մեր մշակույթի առասպելների, էպոսի, հեքիաթների հերոսներ, ում երեխաները ճանաչում են շատ լավ, կամ գրքի միջոցով եւ հետագայում կրթության միջոցով նույնպես կճանաչեն եւ այդպիսով ես նաև փորձել եմ ազգային որոշակի արժեքներ ներդնել գրքի մեջ եւ ցույց տալ որ պետք է իմանալ մեր պատմությունը, մեր գրականությունը, մեր մշակույթը եւ պետք է կարդալ ուղղակի։ Դպրոցականները նախապես ընթերցել էին գիրքը եւ արդեն ձևավորել իրենց հարցերն ու դիտարկումները։ Քննարկման ընթացքում նրանք կիսվեցին տպավորություններով, առանձնացրին սիրելի հերոսներին ու դրվագները, ինչպես նաև հետաքրքրվեցին գրքի ստեղծման գաղափարով։ Շատ ընկերներ ունեմ ու նրանց բոլորին էլ խորհուրդ եմ տվել, որ բոլորը գնան ձեռք բերեն այդ գիրքը ու կարդան։ Ես ավելի շատ հավանեցի այն հատվածը, երբ որ Տաթևը նոր էր տեղափոխվում գյուղ ու այդքան էլ չէր հարմարվել գյուղի պայմանների հետ, բայց հետո շատ հավանեց գյուղը։ Հրաշքադարանն արկածային պատմություն է, խորքային ուղերձ ունեցող ստեղծագործություն։ Մեզ ծանոթ հերոսները էպոսից, առասպելներից ու հեքիաթներից հայտնվում են նոր փորձությունների կիզակետում, դրսևորելով կամք, հավատ եւ խիզախություն։ Պատմությունը նաև ի հայտ է բերում մեր անցյալն ու ներկան իրար ձուլող անտեսանելի այն կապը, որը միակ ճանապարհն է դեպի լույսը, դեպի նոր նվաճումները։